Հայկական հացի լավաշի մասին հետաքրքիր փաստեր։ Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս 2-3 հազարամյակներում։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են անգամ 4 և 3 հազարամյակներին թվագրվող ցորենի և գարու հսկայական պաշարներ։ Հնագետները պնդում են, որ հայկական լեռնաշխարհի տարածքում դեռ շատ վաղուց մարդիկ սկսել են զբաղվել երկրագործությամբ և ընտելացրել հաճար և կարծր ցորեն։ Այստեղից պարզ է դառնում, որ հնում հայերն այս հացահատիկներն աճացրել են ալյուր ստանալու, իսկ այնուհետև հաց կամ հայկական լավաշ թխելու նպատակով։ Հայերը հացահատիկը պահում էին տարբեր տեսակի ամբարներում, շտեմարաններում, կարասներում և հատուկ հացահատիկի համար նախատեսված գետնափոր հորերում։ Գյուղացիները հացահատիկի բերքը հավաքելուց հետո չէին շտապում այն անմիջապես ալրղաց տանել։ Հնում առաջին բերքը միշտ տարվում էր եկեղեցի և այնտեղ օրհնվում։ Միայն դրանից հետո գյուղացին կարող էր իր բերքը հավաքել և տանել ալրաղաց, աղալ և հետագայում հաց թխել, սակայն բերքը օրհնության տանելիս այն պարզապես փնջած չէին տանում։ Օրհնության տանելուց առաջ պատրաստում էին խաչբուռներ։ Դրանք պատրաստելու համար հասկերին խաչի, հավերժության, կեռ խաչի կամ կենաց ծառի տեսք էին տալիս։ Կենաց ծառն ինքնին հանդիսանում էր պտղաբերության, կյանքի սկզբի և հարատևության խորհրդանիշ։ Հայերի կյանքում հացի կարևորությունը հասկանալու համար կարելի է ընդամենը ուշադրություն դարձնել այն փաստին, որ հայերը սնունդ ընդունելուն ասում են հաց ուտել։ Եվ իհարկե, այդտեղից էլ գալիս են բազմաթիվ թևավոր խոսքեր. հացով մարդ, տանդ հացը չպակասի, թե ուզում ես ճանաչել մարդուն, նրա հետ հաց կեր։ Հայերը միմյանց աղ ու հացով դիմավորել են և միասին հաց կիսել։ Հացի կարևորությունը երևում է նույնիսկ հայկական էպոսի մեջ, երբ Դավիթը կրկնում է «հացն ու գինին, Տեր կենդանին» և այդպիսով ուժ ստանում կռվից առաջ։ Հայերը ստեղծել են հացի բազմաթիվ տեսակներ՝ լավաշ, մատնաքաշ, բաղարջ, անթթխմոր հաց և այլն։ Բացի պարզապես հաց լինելուց, լավաշը հայերի կյանքում հանդիսանում է կրոնածիսական և պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային տարր։ Նախ եկեք հասկանանք, թե որտեղից է առաջացել հացի լավաշ անվանումը։ Լավաշը հայկական բառ է, որն առաջացել է հենց այն պատրաստելու գործընթացից։ Խմորը գրտնակելուց հետո այն լավ քաշել և բացել են։ Այստեղից էլ առաջացել է լավ քաշած, լավ քաշ, իսկ հետո էլ արդեն լավաշ անվանումը։ Ըստ ավանդության, հաց թխելու արարողությունը կատարվում էր վաղ առավոտյան, իսկ կրակը թոնրում վառվում էր դեռ արևածագին, իսկ հաց թխելու գործընթացն ուղեկցվում էր բարի լույսի օրհնանքներով և աղոթքներով։ Հնում լավաշը թխել են տոնից տոն և մեծ քանակությամբ։ Այս գործընթացը հաճախ տևել է 1 կամ 2 օր։ Եղել են նաև հատուկ երգեր, որոնք կատարվել են լավաշ թխելու ժամանակ և որոնց միջոցով գովերգվել են լավաշի համը։ Ավանդական կենցաղում հաց թխելը խմբային գործընթաց էր, և անձը միայնակ չէր կարող հաց թխել։ Այն հանդիսանում էր բացառապես կանանց զբաղմունք, և խուսափում էին, որ հաց թխելու ընթացքում թոնրատուն տղամարդ մտնի, քանի որ դա համարում էին վատ նշան։ Այս խմբային գործում բոլորի դերերը բաշխված էին։ Ամեն մարդ ուներ իր գործը։ Մեկը խմորն էր պատրաստում, մյուսը գրտնակում էր, մյուսը, ով ամենափորձառուն էր, այն խփում էր թոնրի շուրթին։ Ոչ փորձառուները հիմնականում փոխանցում էին խմորի գնդերը, և այդ ընթացքում էր սովորում ավելի փորձառուներից։ Հացի թխման արարողությունը ուներ 7 խորհուրդ՝ ցորեն աղալը, ալյուր մաղելը, խմոր պատրաստելը, աղ լցնելը, գնդերի բաժանելը, թխելը և շարելը։ Թոնրից հանած առաջին հացը ուղարկում էին հիվանդին, որպեսզի նա ուտելով ապաքինվեր և ուժ ստանար։ Հնում լավաշը պատերազմների ժամանակ հանդիսացել է զինվորների ուղեկիցը ու պաշտպանը։ Մայրերն իրենց ձեռքով թխում էին լավաշը, չորացնում այն և դնում զինվորի ուսապարկի մեջ։ Իր երկար պահպանության շնորհիվ այն զինվորներին փրկում էր սովից։ Հայերը նաև սովորություն են ունեցել նորահարսի ուսին լավաշ գցելու, ինչի միջոցով ակնկալել են, որ հարսը այդ օջախի հացը կավելացնի։ Հայկական ավանդական հարսանիքներում այս սովորությունը պահպանվել է մինչ օրս։ Հայերը հավատում էին, որ լավաշը պաշտպանում էր նաև չար աչքից, և բացի նորապսակների ուսին գցելուց, այն նաև գցում էին նորածնի վրա։
Կախարդական լավաշը 1988 թվականին է նկարահանվել հայկական ամենասիրելի մուլտֆիլմերից մեկը՝ «Կախարդական լավաշը»։ Մուլտֆիլմի հերոսը ազնիվ ու բարի նաղաշն էր, ով ապրում էր իր լավաշ թխող մոր հետ և նրա ազնիվ քրտինքով թխած լավաշն էլ ուտելով էր մեծանում, և մի օր էլ նաղաշը որոշում է հետևել մոր խորհրդին և գտնել իր սրտի գործը, սակայն բազմաթիվ փորձությունների միջով անցնելուց հետո նա վերադառնում է հայրենի գյուղ, վարում և ցանում իր մի լավաշաչափ հողը և վայելում իր արդար աշխատանքի արդյունքը։ Ֆիլմի վերջում հերոսը հիշում է մոր խոսքերը. «Հիշիր, որդիս, երջանկությունը աշխատանքի մեջ է, իսկ բախտավորությունը հայրենի հողում»։